Երբ որ մեր ղեկավարությամբ աշխատակազմից ստանձնեցինք Շողիկի վերահրապարակումը եւ տպագրության շարունակությունը, Շողիկը մանկական էր եւ դարձավ մանկապատանեկան ամսագիր, Շողիկը դարձավ ավելի ուրեմն ինտերակտիվ ամսագիր, որովհետեւ երեխաները իրենց պատասխաններով մասնակցում էին, իրենց հոդվածներով մասնակցում էին Շողիկի տպագրված նյութերին։ Շողիկը այդ տարիներին ուշադրություն դարձրեց միջեկեղեցական եւ միջհարանվանական կապերին, իր հոդվածներով եւ իր Շողիկ ամսագրի ուրեմն նվիրատվություններով։ Ամսագիրը բացառապես սկսեց ղեկավարվել խորհրդի կողմից, խմբագրական խորհուրդ գոյություն ուներ։ Ամսագիրը Շողիկը ներկայացնում էր ավելի շատ հայ ավետարանական եկեղեցիների համայնքի պատմությունը, նկարագիրը, որ մինչ այդ չկար, եւ ուշադրություն էր դարձվում ազգային մշակութային օջախների հետ կապին եւ Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում։ 8-9 տարեկան էի, երբ առաջին անգամ եկեղեցի հաճախեցի, չեմ կարող ասել, որ հենց այդ ժամանակից սկսած արդեն հետաքրքրված էի, արդեն 10-11 տարեկանում նոր հասկացա, որ ձեռքումս ամսագիր կա եւ առաջին էջերը, որ թերթում էի, հենց վերջին էջերն էին, որովհետեւ այնտեղ նկարներ կային եւ ինձ ծանոթ մարդիկ էի փնտրում նրա մեջ։ Հետո տարիների ընթացքում այնպես ստացվեց, որ իմ նկարներն էլ հայտնվեցին այնտեղ եւ իմ ծառայություններն էլ այնտեղ երևաց ու շատ ուրախ եմ, որ հիմա էլ Շողիկի մեջ տեսնում եմ մեր մանուկներին, մեր պատանիներին ու նաեւ շատ ինֆորմացիա կա, որի միջոցով իրենք կրթվում են։ Այսօր մեր տանը Շողիկի բազմաթիվ էջեր կան, որովհետև իմ աղջիկն է հիմա հետաքրքրված դրանով եւ շատ ուրախ եմ, որ ինքը արդեն սերունդներ է կրթում։ Այսինքն, եթե իմ օրինակով պիտի վերցնեմ, արդեն 2 սերունդի մասին եմ ես խոսում, բայց արդեն 2-ից ավելի սերունդներ է, 25 տարուց ավելի Շողիկը գործում է։ 7 տարեկան է, երբ առաջին անգամ Կիրակնորիայում հանդիպեցի Շողիկ ամսագրին, սկզբում անսովոր էր, որովհետև երբևէ չէի առնչություն չէի ունեցել, երբ որ առաջին անգամ ձեռքումս վերցրեցի, սկսեցի ուսումնասիրել, թե ինչի մասին են ու առաջինը հետաքրքրեց ամսագրում հայտնված նկարները տարբեր մանուկների եւ խաղերը եւ արդեն անհամբերությամբ սպասում էի, թե երբ էր դուրս գալու հրատարակվելու հաջորդ Շողիկ ամսագիրը, որպեսզի փնտրեի իմ նկարը այնտեղ եւ կարողանայի առաջինը լուծել խաղերը այնտեղի վարժությունները։ Եվ մեծանալու հետ հասկացա, որ Շողիկ ամսագիրը իմ մանկական տարիների կյանքի մի մասնիկն է դարձել եւ նույնիսկ մեկ անգամ երազանքս իրականացավ եւ հրատարակվեց իմ գրված նամակը Շողիկին, Շողիկ ամսագրում եւ երբ որ առաջին անգամ տեսա, որ իմ անուն ազգանունով եւ իմ նամակը հրատարակվել է, գրված է Շողիկում, ցնծություն էր ինձ համար, որ երազանքներիցս մեկը կատարվեց այդ տարիների։ Հիմա նույնիսկ ունեմ այդ ամսագիրը, որտեղ իմ նամակն էր գրված Շողիկին։ Հիմա այլ աչքերով եմ նայում, որպես հետաքրքիր ինֆո հարթակ, որ մանուկներին տրամադրում է հետաքրքիր ինֆորմացիաներ եւ վստահ եմ շատ մանուկներ նույն երասկոտ աչքերով են այսօր նայում ամսագրին։ Շողիկը, քանի որ հանդիսանում էր քրիստոնեական դաստիարակության ծառայության ուրեմն ճյուղերից մեկը, ճամբարներ, տպագրություն, Կիրակնորիա դպրոցներ, սերտողություններ, ուրեմն նաև Շողիկը նպատակ ուներ ճամբարներում իր հանդեսների միջոցով, իր տպագրված ճամբարներին նվիրված համարների միջոցով այս կարգախոսը գործի դնել, որ էր Ղուկաս ավետարանից, երբ որ Հիսուս Քրիստոսը մտնում էր տաճար, հեղինակը ասում է, որ Հիսուսը մեծանում էր հասակով եւ իմաստությամբ, որպեսզի մեր երեխաները ոչ միայն կենսաբանորեն հասակով մեծանային, այլ նաեւ իմաստություն ստանային, որ էր Աստծոց։ Շողիկը եկեղեցու կարևոր գործիքներից մեկն է եւ կարող է էջերը, գունավորումները, կարող է խմբագիրները փոխվել են, բայց իր ասելիքն ու առաքելությունը աշխարհի մեջ եւ Հայաստանի մեջ ծառայության մեջ նույնն է։ Կիրակնորիայում, որտեղ ծառայում եմ, շատ եմ քաջալերում մանուկներին կարդալ Շողիկ ամսագիրը եւ իմ մոտիվացիան է նրանց հենց իմ պատմությունը եւ որպեսզի նրանք էլ կարողանան այդ նույն զգացումները ունենալ, ինչը որ ես ունեի տարիներ առաջ կարդալով ամսագիրը։ Մաղթում եմ շարունակական աճ եւ թող Շողիկ ամսագիրը պարգևի այն նույն զգացումները այսօրվա մանուկին, ինչը որ 12 տարի առաջ պարգևում էր փոքրիկ այսօրվա առաջնորդներին։ Ես կմաղթեմ, որ Շողիկը գոյատևի այնքան, որպես քրիստոնեական հայ ավետարանական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության կարևոր ճյուղերից մեկը, Շողիկը զարգանա եւ ինչպես որ Հիսուսն էր աճում, թող մեր Շողիկն էլ աճի, զարգանա ծավալով եւ իմաստությամբ։